Բարև ձեզ սիրելի հետևորդներ, Հայոց աշխարհաժողով հաղորդման շրջանակում այսօր մեր հյուրն է պատերազմի վետերան, բոլոր պատերազմների վետերան մայոր Գարիկ Օհանյանը։ Գարիկ ջան, բարի օր, բարով եք եկել։ Բարև ձեզ, բարև։ Գարիկ ջան, ինչի մասին եմ ուզում այսօր խոսենք։ Մենք ժամանակին մեծ շատ սխալներ ենք արել։ Հորինել ենք մեր համար լեգենդներ, այդ լեգենդներով մարդիկ են ի հայտ եկել, որոնք հասարակության կողմից ընդունվել են որպես հերոսներ եւ այլն, եւ ընդհանրապես հերոս բառը շատ ենք շահագործել։ Ամեն ինչին հերոս ենք ասում, ամեն մեկին հերոս ենք ասում։ Հետո իհարկե եղան հիասթափություններ, մենք տեսանք, որ մարդիկ ու մասին, որ լեգենդներ են հորինվել, երբ որ եկավ իրական ժամանակը ապացուցելու իրենց ով լինելը, մարդիկ հիասթափվեցին տեսնելով նրանց գործողությունները եւ այլն։ Բայց շատ իրական մարդիկ, իրական հայեր, իրական զինվորներ, իրական հայրենիքի պաշտպաններ իրենց համեստության, իրենց խոհեմության, իրենց ամբասի ծառայության ուրեմն պատճառով նրանց անունները ոչ հիշատակվել են, ոչ մարդիկ ճանաչել են, ոչ իմացել են ովքեր են, ինչ են անում, ոնց են արել։ Ես ճիշտն ասած մեր տարբեր ընկերների շրջապատից քեզ ճանաչեցի լսելով քո մասին, ես կուզեի որ մի փոքր ներկայացնենք, սա պատմության մեջ պետք է մնա։ Իրական պատմությունները, իրական մարդիկ, իրական զինվորները, իրական զինվորականները, սպաները, իհարկե Աստված բոլորի հոգին լուսավորի մեր տղերքի, ովքեր այսօր մեր հետ չեն, նրանց մասին խոսքը չի։ Բայց նաև այսպիսի բան կա, որ ասում են հայկական ասացվածքով գնա մեռի արի սիրեմ, հա։ Ովքեր որ զոհվել են, նրանց մասին համարյա բոլորի մասին գիտենք, բայց կենթանի հերոսներ, կենթանի իրական մարտնչող մարտիկներ եւ այլն իրաց մասին չենք իմացել։ Ես կուզեմ սկսենք սկզբից։ Քանի տարեկան էիր, որ առաջի պատերազմը սկսվեց եւ որտեղ էիր։ Ուրեմն պարոն Զաքարյան, ինչպես գիտենք 88 թվականի շարժումը, որ սկսեց ազատագրական պայքարը, մենք ապրում ենք Մինգիչավորում, ծնողներիս հետ մեր ընտանիքով 88 թվականին, քանի որ մենք պապական արմատներով Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից ենք, հայրս որոշեց, որ ընտանիքով արդեն խառն էր Մինգիչ Սունգայիթ, Մինգիչավոր արդեն որ խառն էր, ընտանիքով տեղափոխվեցինք Թալիշ։ Թալիշում նենց ստացվեց, ես փոքր վախտվանից հենց շատ ուժեղ կապված էի Թալիշ գյուղի հետ, իմ հայրենիքի հետ, Արցախ աշխարհի հետ շատ էր իմ կապը։ Մամաս էլ արմատներով Կարաչինարից, հա, Շահումյանի Կարաչինար գյուղից։ Ուրեմն շատ էի կապված, եկանք ընդեն ստացվեց մոտ մի ամիս բան, որ մնացին մերոնք, ծնողներս որոշեցին, որ պիտի կյան Հայաստան, չմնան Արցախում, կյան Հայաստան, այն վաղտ ես 15 տարեկան էի, ծնողներս որոշեցին, որ կյան, մենք 4 երեխա ենք, որ այդ իրիկունը հավաքվեցինք առաջ, տենց մեր լեզվով ասած, դաթեր, որ տարիքով մարդիկ հավաքվում էին մեր պապական տունը, որպես մեր տունը պապական տուն էր, հավաքվեցին, որոշեցին բան, որ վաղը վсё ընտանիքով, պապաս, մամաս, երեխեքը բոլորը գալիս էին, որ սա խոսակցությունը պրծավ, ես ասի, ես չեմ գալի, ես մնում եմ իմ տատու մոտ։ Այդ 88 թվականն էր։ 88 թվականին։ Դու 15 տարեկան էիր։ Հա, 15 տարեկան էի, հետո ես որ տատուս հետ շատ էի կապված, տատը շատ բաներ պատմել, մեր հայ ազգի արմատներով, ինքը եղել է ուրեմն 5-6 տարեկան, 15 թվականի այդ կոտորածների վաղտ, ցեղասպանության վաղտ ինքը եղել է 5-6 տարեկան, ինքը շատ բաներ պատմել մեր ազգի մասին։ Ու տենց որոշեցի ես ոնց որ ասի ես չեմ գալի ձեր հետ, ես մնում եմ տատու մոտ։ Հետո տատն էլ ինձ շատ էր սիրում։ Հա։ Տենց տատն էլ բան արեց, որ երեխեն եթե ուզում է, չհակադրվեք։ Հաջորդ օրը իրան գնացին, ես մնացի 10-րդ դասարանս
ես գնացի Թալիշ դպրոց 10-րդ դասանս ավարտել եմ, մինչև 9 ես Մինգիչավորում եմ սովորել հայկական դպրոցում։ 10-րդը ավարտեցի արդեն։ 10-րդ դասանս ավարտել եմ Թալիշում։ Շատ լավ ես դիմավորել են, շատ դպրոցի տնօրինությունով, ուսուցիչներով, աշակերտներով։ Մի քանի ամիս դպրոց գնալուց հետո արդեն ջոկատներ էր ստեղծվում, արդեն ինքնապաշտպանական, արդեն թուրքերը մեր գյուղի հովիվներից մեկին սպանել էին, բան ոչխարը տարել, արդեն 89 բան թվերին։ Ես արդեն տենց սենց ասեմ, մեր դասարանից կայինք իմ հետ մի հոգի էլ կար, մի հատ ընկերել ունեինք մեր գյուղից, իրար հետ որոշեցինք, որ մինչև կեսօր գնում էի դպրոց, կեսօրից հետո գալիս էի տուն, շորերս փոխում ու գնում ենք Կարաչինար, Մնասի թաղամաս կա, Մնասի շեն են ասում, այդ Մնասի շենը Զեյվայի սենց ճակատ, Զեյվայի հարևանությամբ, ընդ պոստ էինք պահում։ Կեսօրից հետո գնում էինք հետը, պոստ էինք պահում մինչև առավոտ 6-ը, առավոտ 6-ին մի հատ մոտո ունեինք, ստվեց ընդվեց գազ, այդ գազի բալոնի տակի ջրից, բենզին, բան, ճարում էինք, տես գնում գալի, ու տենց սկսեցի ոնց որ արդեն մտա այդ ջոկատների մեջ, կամավորական ջոկատներ էին, որ պաշտպանում էին հայկական գյուղերը։ Հա, մեր գյուղերը պաշտպանում էինք։ Ես էլ դեմ ասել, որ Կարաչինար մեր գյուղում էլ կար պոստեր, թեխի տենց ստացվեց, ոնց որ ես որոշել էի դեպի այդ ուղղությամբ, Շահումյանի ուղղությամբ, քանի որ ես մտածում էի, ճիշտ է, տարիքս փոքր էր, բայց մտածում էի, որ դարպասն է, եթե Շահումյանը չպահենք, պարզա հետո Թալիշ չենք կարալու պահենք։ Հետևաբար ոնց որ տենց սկսել էի այդտեղից, էլի Մնասի շեն այդ պոստերից ու տենց ահագին վաղտ հետո գյուղի պոստեր բան, հետո արդեն դպրոցը ավարտելուց հետո տարբեր մարդիկ մեկը ասեց սովորելու բան, ուսանոթ, ուդա ինստիտուտ, տեխնիկում, էսմին, ճիշտն ասած մի մոմենտ եկա Երևան, որ որոշել է, որ ընդունվեմ բան, եկա մարդ-մուրդ տեսա, մեր գյուղից դասախոսներ կային բան, սրանք ինձ ասին փաստաթղթեր բեր, ծննդական բեր, ատեստատ բեր, դե մենք էլ որ Մինգիչավորից եկել ենք, տենց սա խառը կեսը փաստաթղթեր կար, չկար, բան սես թեմա էր, ես որոշեցի ասի ցավտանեմ ինձ, եթե չունենանք հաղթանակ, այդ դիպլոմը ինձ պետք չի, իսկ եթե հաղթանակ ունենանք, հաղթանակից հետո էլ Աստված մեծ է, եթե ողջ ելնենք, նորից կսովորենք կլինի այդ դիպլոմը։ Դիպլոմի մասին դեռ կխոսենք։ Պատերազմը սկսվեց։ Պատերազմը սկսվեց, գյուղը, որ առաջին անգամ թուրքերը գրավեցին, հետո ստեղծվեց Շահումյանի, Մեղրյան Շահինյանվան եղնիկների պարտիզանական ջոկատը, անմիջապես ես եկա Երևանի այրապորտ, Երևանի այրապորտում եկա մոտիկացա հրամանատարության, ասի ես կամավոր ուզում եմ մտնեմ ձեր ջոկատ, ուզում եմ Քանի տարեկան է, 17 արդեն 16-17 արդեն, բան տենց, այդ տարիքի ըտե մեր Չալյան Սերգեյը բան արեց, ոնց որ հանակով այան գյուդումա, որ եկել ես բան մեզ սպանելու է, բան չի թուլյատորում, տարիքըտ գյուդում Տատիկի մասին էր խոսքը։ Հա, տատիկի մասին էր խոսքը, ես էլ դե ինչ ճիշտնա ասի հա, ոչ չգիտի, դե խապեց, ծնողներդ գիտեմ բան, ծնողներից ես ասել էի, բայց չէին թողնում ինչ ճիշտնա, ասի հա, բոլորը համաձայն են, որ շում կելիս եմ, ու տենց մտել եղնիկներ, վերտալյոտով քյացել իչել եղակ էր, այդ չարաբաստիկ այդ օրը, այդ վերտալյոտով ես որ իչել եմ, այդ վերտալյոտով ողորմած Շահին Մեղրյանը մեր հրամանտար հետ գալուց խփում են, այդ նույն օր իմ առաջ այդ փորձանք էլի, այդ ես որ վերտալյոտով քյա հետ գալուց խփում են, զոհում են, դե ոչմ, ու տենց շարունակում է իմ հայրենիքին ծառայությունը։ Այդ ժամանակվանից մտել ես ծառայության։ Մտել ու տենց էլ մինչև 2023 թվականը
ծառայության Արցախի անկումը, հա, մնացել եմ ծառայության մեջ, նու ծառայել եմ տարբեր զորամասերում, հա, եղնիկներից 96 թվին տեղափոխվել եմ Հաթերք, ուզում էի դուրս գամ բանակից, հետո նորից չկարացա տենց փոշմանեցի ոնց որ, հա, մտա եկա Հաթերք, 15 տարի էլ Հաթերք եմ ծառայել, Գոմշասարը բարձունքը, որ հենց պոստ ենք դրել առաջի օրն էլ, ներկա եմ ելել, այն ամենաբարձր պոստը, 3724 մետր է, բայց մենք ընդ բլինդաժը սարքել ենք 3624 մետրի իր է։ Ու նույն իմ ծառայությունը հիմնական անցել է պոստերում, ամբողջ կյանքս ես ծառայել եմ պոստերում, ամբողջ կյանքս, մինչև իմ ավարտը ծառայության, մասնակցել եմ մի քանի գյուղերի ազատագրման, այդ թվում Տոնաշենի, Մադաղեսի, Տոնաշենի, Թալիշի ազատագրմանն եմ մասնակցել իմ պապական գյուղի։ Նու ճիշտ ասած, ընկեր Զաքարյան, ես տենց չեմ սիրում իմ մասին շատ բան ասելը, ոնց որ մի քիչ վատ եմ ուզգում, որ իմ մասին չեմ ուզում, բայց իմ այդ ծառայած ընկերները, իմ ծառայակիցները, մանավանդ վերջում 20 թվականի այդ Չարաբաստի 44 օրյա պատերազմում եղել եմ Քարվաճառում, հետախուզության ավագ սպան եմ եղել Քալբաջար մեր զորամասի, ինչքան էլ ծառայել եմ հրամանատարությանս միշտ հրամանատարները իմ համար եղել են ամենաբարձր տեղը, տենց եմ ես համարել եմ հրամանատարը համար 1 մարդն է իմ կյանքում, հրամանատարների համար ես էլ եմ եղել միշտ օրինակելի, հա, գիտեմ, ես խոսացել եմ շատերի, դրա համար իմ հրամանատարները, ես ծառայել եմ Շահե Մեղրյանի, ծառայել եմ Գյուլումյան Նովիկի, ծառայել եմ Չալյան Սերգեյի հետ, Օղորմածիկ Մեխակի հետ եմ իմ ծառայությունս, երկար չի, բայց մի ատրիվակ, մի հատվածում իրար հետ ենք եղել, հա, մի խոսքով ծառայել եմ անշահախնդիր, միայն մտածել եմ հայրենիքի համար, իմ համար հետո նշեմ, որ ընկեր Զաքարյան, իմ համար իմ համար միշտ եղել է ինձ իմիջալուց իմ տատն է ինձ դες դաստիարակել, իմ համար մեկ տեղում եղել է հայրենիքը, նոր հետո ընտանիքը, նոր հետո հարազատները։ Ասում են ավելի շատ ժամանակ անցկացրել ես քո զենքի հետ, ես ամբողջ կյանքս ինչքան ծառայեմ, ընտանիք եմ կազմել, հետո հետագայում 96 թվականից ընտանիք եմ կազմել, 2 երեխա ենք ունեցել, բայց միշտ իմ ճակատագիրը նենց է եղել, որ ես իմ կյանքի մեծ մասը եղել եմ սարերում ու միշտ ծառայել եմ բարձր լեռնային գոտում։ Իսկ ծանոթացնելուց քո հետ տենց էլ նկարագրել են, ես դրա համար ցանկություն հայտնեցի 20 թվականին ենք ծանոթացել Քարվաճառի հետ պոստերը ազատագրելուց հետո, մոտիկացանք ավելի ճիշտ, հենց տենց էլ ներկայացեցին, ասեցին Գարիկը, որ սարերից չի իջել 30 տարի, հենց տենց էլ ասեցին։ Վերջում էլ ընկեր Զաքարյան 20 թվականի այդ պատերազմում դե դուք էլ եք այդ տարածքում եղել, գիտեք ահագին բան, տեղյակ եք։ Հետախուզության ավագ սպան էի, իմ հրամանատարը անմիջապես Մարտիրոսյան Գեղամն էր հրամանատարը։ Միջև դրան հասնելը Գարիկ ջան, կներես, ես ուզում եմ քո տների պատմությունը դրանով գանք հասնենք Քարվաճառը շատ կարևոր է։ Տները հիմնական քանի անգամ ես տուն փոխել եւ որ Զաքարյան Թալիշում մզ ունեցել ենք 2 տուն, մեկը պապական մեր տունը, մեկն էլ պապաս, մեկ էլ հոպարները սարքելը մեծ տներ էր, շատ մեծ տներ, որպես մեր համար դաչ։ Մի խոսքով այդ թեզը տունը, որ սարքել են, էդի ավարտել են 88 թվականին։ Ընդ չենք էլ հասցրել մնակ, դաժե մի օր էլ չենք ընդ մնացել։ Տատու տանն ենք մնացել, հետո տատու տները ռեմոնտարը սարքել, Թալիշը
թուրքերը գրավելուց հետո տեղափոխվել են դե եղնիկների, հետո եկա Հաթերքում դիվիզիայի հրամանատարներ մնացականյան լյովը ականջի շատ ես իրան հարգել եմ, ինքը շատ ուժեղ հրամանատար էր, ձիգ տղա, ձիգ հրամանատար էր։ Մնացականյան լյովը ինձ հանդիպեցինք, տես մի օր, ասես Գարիկ ջան, տուն որտե ես մնում, բան ասի տուն չունեմ, ասես քեզ մի հատ բան ասեմ, Հաթերքում լիբոյ տուն, որտեղ որ մարդ չկա, այդ տանտերը թողելա փախել Ռուսաստան։ Քնում ես այդ տանը նստում, այդ տունը քունն է, ես խոսք եմ տալիս քեզ սեփականացնեմ, այդ տունը ինչով էլ կարամ կօգնեմ։ Դա առաջի տունն էր, որ այսպես ասած զինվորական ղեկավարության կողմից քեզ տրվեց։ Ոնց որ ես տրվեց, նու այն վաղտել գիտեք, ոնց որ մինգի Չաուրից եկած, հետո Թալիշից տեղահանված, բան տենց, նու ֆինանսապես շատ տենց կարող չէինք զինվորական, մենք էլ այն վաղ դասակ հրամանատար էի, բան նու այդ տունը սարքեցինք, ռեմոնտ արինք, ամեն ինչ արինք, բան մնացինք, Քարվաճար տեղափոխվեցի ես ծառայության, ընդ որ նշանակվեցի ռազմետքի վաշտի հրամանատար, բան այդտեղ էլ մի հատ տուն տենց վերցրի, ոնց որ սարքեցի, բան Այդ տունը հանձնեցիր Հաթերքին։ Այդ Հաթերքի տունը մնաց ընդ, ոչ թե հանձնեցի, մնաց ընդ, ոնց որ էլ չեն ապրում, էլի, բայց մնաց ընդ։ Հետո Քարվաճարում այդ մի հատ ես ու Քարամյան Արտուրը մի հատ տուն էինք վերցել, տես ձեռի հետ են սարքել, բան, տես մնում էինք իրար հետ։ Հետո 20 թվականի այդ հունվարի 28-ին բանակի օրվա արդիվ տուն ստացա ես։ Պետության կողմից, այսպես ասած, այդ քնարավանի այդ շենքերում, էլի, գիտեք դուք, քնարավանի շենքերում տուն ստացա, հունվարի 28-ին ստացա այդ տունը, դե սեպտեմբերին պատերազմը որ սկսեց, նոյեմբերի 15-ին հանձնվեց Քարվաճարը թշնամուն, այդ տունն էլ հետը հանձնվեց։ Իտոգումն էս տեղը, որ ես ունեցած եմ իմ երրորդ, չորրորդ տունը ստայեր, էդ էլ մնաց։ Արանքում մի անգամ էլ է ստացել սարքել, հետո հայտնվելա տերը, չէ՞։ Հա, հայտնվելա տերը, այդ Հաթերքի տունը, հայտնվելա տերը, որպեսզի դատարան մատարան տենց բան չնի, ոչմ ասել եմ դե քոննա, էլի, դյուս եմ եկել, սենց ասեմ այդ տանից։ Հետո մկել այդ տունը, որ հանձնվեց, դե ընդամենը դե 4-5 ամիս էր, հունվարի 28-ին տունը նվեր ստացա, իմիջիալոց այդ տան նվեր ստանալու օրը մեր Ղարաբաղի կառավարության ղեկավարությունն էլ էր, նախագահով, աշխատակազմով, նախարարներով, բանով, այդ վաղտ էլ Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր, ինքն էլ էր եկել այդ իմ տունը հենց անմիջապես իմ տան մեջ իրար հետ նստել ենք, իմ տունը շնորհավորել են ինձ, որ շնորհավորում ենք տունը բան մեզ պատիվա, ու այդ նկարները բանը սաղ կա։ Դու քո ազատագրած Քարվաճարի, գան Քարվաճարի։ Քարվաճարի պատերազմը սկսելուց հետո Քարվաճարում մի քանի դիրք թշնամիները առաջի օրը կարողացան գրավել, ճիշտ է։ 2 թե 3 դիրքեր, որոնցից երկուսը շատ կարևոր էին։ Մեկը բարձադիր, ամենաբարձադիր դիրքերից մեկն է, Ծիրատի կարծեմ, շղթայինն էր, այն մեկն էլ է, այսպես ասած, ծիծիկների, 19-20-ը հենց վերցրել էին առաջի օրը, ու շղթան, իմիջիալոց շղթայինի այդ 8-9 դիրքը, պատերազմից մի քանի ամիս առաջ մեր զորամասից ոնց որ վերցրել են տվել բրիգադին, Յանշագին։ Պատերազմը որ սկսել է հունվարի ներողություն սեպտեմբերի 27-ին, որ թուրքերը վերցրել են այդ դիրքը, դրանից 2 օր հետո հրամանատարը ինձ կանչում է շտաբ, իջնում եմ շտաբ, բա գլխավոր շտաբի պետի հրամանով շղթա 8-9-ը տվել եմ մեզ։ Արդեն վերցված թուրքերի կողմից։ Թուրքերի, ասի բա ոնց կլինի տենց,
գոնե իրանք մեզ տային էլի, հիմի ասենք իրանք տվել են թուրքերին, մենք պիտի թուրքերից մենք վերցենք, էլի, տենց է ստացում, հա։ Բա վերջը, հա, Գարիկ ջան, պիտի մի բան անենք, էդի շատ կարևոր դե բոլորս գիտենք, շղթա 9-ն էս դիրքեր, Արշակ ջան, որ ամբողջ այդ շղթան Գերակայող դիրքներ հա, այդ քանի 7-8 այդ դիրքերը որ կա, բոլորին վերահսկում էր մի հատ ճանապարհ էր, այդ ճանապարհը թուրքերեն ցտե նստել էին, այդ ճանապարհը իրանք արդեն վերցել էին իրանց տրամադրության տակ, ոչ թողում էին ներքևից ավտոհելնի, ոչ մարդ-հելնի, ոչ վերևից իջնի, փաստացի տերնումներ Եվ մեծ վնաս են տվել մեզ այդ դիրքերը։ Եվ ահագին վնաս են տվել, ահագին կորուստ են ունեցել։ Երբ որ մարդիկ էին բարձանում, երբ որ ուտելիք էին տանում, ահագին կորուստ ոչ մեր ճանապարհները վերահսկվում էր։ Հա, ապահովումը չէին կարող փաստացի կատարեն։ Փաստացի զորքի ապահովումը թե զենք զինամթերքի, թե ուտելիքի, թե ամեն ինչի ապահովումը չէին կարող։ Բայց սկզբից պետք էր ազատագրել 20-ը, ճիշտ է։ Հա, սկզբից հրամանատարը սկզբից որ ինձ կանչեց, որ Իրիցյանին բոլորս գիտենք, Իրիցյան գրիչը, հա, Իրիցը 4-րդ գումարտակի հրամանատարն էր այդ վաղտ։ Ուրեմն հրամանատարը ինձ կանչեց, ասես Գարիկ ջան, Իրիցին օգնություն է պետք։ Պիտի հասնես Իրիցին, 20-ը վերցրել են, հա 19-ի վրա էլ հա անընդհատ հարձակում են, որ այդել որ վերցրին ամբողջ մեր բանը գինալի այդ գիծը, գինալի այդ շղթան իրանց տիրապետության էլի տերնումը նույն շղթա 9-ի պատմությունը, ասինքն Կոնգուրից էլ վերև ոչ մեկ չի կարող գնալ, всё, փակում են ընդ, всё։ Այսինքն տերմը պարալիզացված, ամբողջ զորամասը երկու թևը տերմը պարալիզացված ու որոշեցին հենց այդ նույն օրը քնեցի հասա Իրիցյանին, որ ազատագրեք։ Հա, քնեցի հասան դե ահա որ դե շատ թուրքերը շատ ուժեղ հարձակում էին, համարյա տենց 2 ժամը մեկ հարձակում էին անընդհատ ծեր չէին թողում որ շունչ քաշեն տղերքը համ հետևակ էր գալի այդ ժամանակ ես դե թիկունքում էի հաց էինք թխում մենք հա բայց ինքնաթիռները եւ բաները ինքնաթիռներով տանկերով անօթաչու սարքերով ու պլյուս պեխոտն էլ հետը եւ արտիլերիան հրետանին հետը պեխոտը հետը ու պեխոտն էլ մեզ գերազանցում էր մոտավոր մի 7-8 անգամ գերազանցում էր քանակով, այո, քանակով ու ստացվեց նայած այդ սաղ ցերեկը մի կերպ պահեցինք 19 պահեցինք եկավ որ արդեն ժամը գիշերվա 12 գումարած դրան արդեն կողքի դիրքը թուրքերի ձեռքում էր այսինքն հեշտացել էր 20-ից 19-ը ընդամենը 100 մետր այսինքն եւ այդ արդեն գրաված դիրքից էին ձեր վրա հարձակվում եւ դիմացից էին եւ դիմացինից եւ այդ գրաված դիրքից ու իրանք էլ արդեն իրանց բանը համալորում էին արդեն զորք էին բանում ու այդ վաղտ եղանակն էր անհաջող մառախողոտ էր, տենց անձրևոտ մառախողոտ եղանակ էր, որոշեցինք նո ամրապնդենք մեր ուժերով ինչ ունեինք այդ պահինը դե, ամրապնդենք, նո իշքան հնարավոր էր ահագին պահեցինք այդ դիրքը, գիշերվա ժամը մեկի կողմերը սրանք նորից հարձակում են մեր վրա, պիս մառախող, մտնում են պրյամոյ մեր խրամատները, իրանց յաշմայի ջոկատն է, մտնում են խրամատները, ըտե կարելի ասած հրամանատարական կազմից, ես որ գնացել եմ իրիցին 3 զոհներ ըտե արդեն, տղեքը վաշտի հրամանատար էր զոհվել, տղեկից 2 հոգի զոհվել էին, այդ քիշերը ուժեղ դիմադրեցինք, այս յաշմը մտավ մեր խրամատները, մի խոսքով բոլորին ջնջեցինք, մի խոսքով լիկվիդացեցինք, բոլորին ջնջեցինք, հետո մենք այդ զոհ եւս զոհ տվինք, մեր տղերքից էլի մի հոգի թե զոհվեց, հենց խրամատի մեջ խփել էին,
Դրան սաղինը տե Վերացրեցիք։ վերացրեցինք, հա, մի խոսքով ու Իրիցյանի հետ որոշեցինք, նստեցինք, որոշեցինք, որ ուրիշ վարիանտ չունենք։ Եթե լույսը պեցվեց, սրանք հարձակվելու մենք սաղից արդեն չենք կարալու պահենք, հետևից էլ եկող չկա այդ պահին։ Չէին էլ կարում, որովհետև 20-ից այդ ճանապարհը արդեն ձորից որ պիտի հելնեն 20-ից խփում էին։ Այսինքն ձեզ փոխարինող օգնող մեզ օգնող ուժ չէին կարակյա, մենակ ոտով պիտի գային, ոտով էլ այդ դիքը առնվազն 2-3 ժամ պիտի հելնեն, էդի արդեն Էլի վտանգի տակ, էլի վտանգի տակ ու գումարած դրա, հա, ոտով պիտի հելնեին։ Որոշեցինք ես ու Իրիցյանը, որ պիտի այդ դիրքը առավոտ վերցնենք, իշ գնով ուզում ալնի։ Առավոտ ժամի 5-ին օպերացիան մշակում ենք, առավոտ 5-ին հարձակում։ Առավոտ 5-ին հարձակում ենք, կանդազի վաշտն ալնում, վաշտի տղեկը տեղի ուժերով տղեկից քանի հոգի ելնում են, իրանք ելնում ու Իրիցյանի հետ տենց որոշում ենք առավոտ ժամի 5-ին հարձակում ենք մոտավոր մի կես ժամ 40 րոպեին վերցնում ենք այդ դիրքը։ 20 դիրքը ազատագրում եք։ 20 դիրքը ազատագրում ենք այդ դիրքը ու հենց որ ազատագրում մեր տղերքից հետո 4 հոգի չկային։ Այդ դիրքը մեզ արդեն հաղորդել էին ինձ, որ 4 հոգի չկան, էլի կամ տարել են կամ զոհված են ընդ։ Մենք որ մտնում ենք արդեն պոստ, դե միանգամից կրուգավոյա բարոնա են կազմում, տղերքին պոստերը նշանակում ենք ու արդեն ամենքս մեր գործով էլի դնանք։ Ես միանգամից տղերքի դիակներին եմ ուշադրություն դարձնում, որ գտնե զոհվածներին։ Գտնեմ, հա, զոհվածներին, տնում եմ 4-ն էլ փաստորեն ըտեղ են։ Իրանք չեն էլ հասցրել ըտեղից տանեն այդ դիակները, հա, զոհվել են։ Մեր տղերքի 4 դիակն էլ ոնց որ բերում ենք բոլորին իրար կողմ ու որին որտեղ խփել են այդ նույն տեղում ու դիակներին ձերտված չէր։ Իրանք չէին հասցրել, որովհետև մենք սաղ գիշեր անընդհատ կռվում էինք։ Հա, անընդհատ ոնց որ պերեստրելկա էր։ Քանի օր մնաց իրաց ձեռքում այդ դիրքը։ Մի օր, ոնց որ մի երկու օր էլի տենց, մի օր երկու օր մնաց, հա։ Այսինքն ամսի 29-ի մասն է։ 20, հա, 27-ի 28-29-ին արդեն մենք հետ գրավում ենք, հետ վերցնում ենք պոստը, դիրքը պոստերը տնում ենք, տղեկին ամեկը իրանց խնդիրը տալիս ենք ու արդեն ամրապնդվում ենք ու այդ բոլոր այդ թուրքերի դիակները սաղ հրաման եմ տալիս, իմ տղերքից էլ են ելնում ըտե, ռազմետքի տղերքից մի քանի հոգով, ու ընդ տղերքին հրաման եմ տալիս, սաղ այդ իրանց դիակները հավքում են միտե, իրանց զենքերով, ամեն ինչով, մեր տղերքի 4 դիակը միանգամից ավտոն բերեմ ենք, դնում ավտոյում ուղարկում ներքև, դրանից հետո էլ այդ սրանց դիակներն ենք հավքում լուսնում մի կամազ, իրանց զենքերով, իջցնում է, այդ ես տեսել եմ, իջացեցի ներքև բերեցին։ Զանգում եմ հրամանատարին, ասում եմ, ոչմ ավարտված է, մերնա 20 դիրքը նորմալ։ Օղակաձև պաշտպանությունը սաղ տեղնա բան, հա, բագարիկ ջան գործ կա, պիտի իշնես կես, վերջը գործ կա, խնդիր կա։ Փաստորեն 20-րդ դիրքը ազատագրեցիք, օղակաձև պաշտպանությունը ապահովեցի ու դու իջար ներքև նոր հրանք սանելու։ Հրամանատարը հետ որ խոսացի, հրամանատարը ասես Գարջան, պիտի իջնես, խնդիր կա, գործ կա։ Ես այդ իրանց այդ ամեն ինչը վերցնում եմ, դիակները զենքերով բանով, իջնում եմ ներքև, էդի հազնում եմ հրամանատարին։ Հա։ Այդ ամեն ինչ հազնում եմ հրամանատարին ու հրամանատարը ասում է Գարիկ ջան, շղթա 89 պիտի վերցնենք։